Առավոտյան, երբ որ արթնացա, գնացի նստա ավտոմեքենաս, զանգեցի գործի տեղ, ասեցի, որ այսօր չեմ գալու ու որոշեցի, որ ամեն առաջինը պետք է գնալ եւ խոսել ընկերուս ծնողների հետ, փորձել նրանցից պարզել ճշմարտությունը։ Դուռը թակեցի, հայրը դուռը բացեց, ներս մտա, բա ինչ կա, ինչու ես եկե, ու սկսեցի պատմել, թե գիշերն ինչ ա կատարվել, եւ երբ որ սկսեցի պատմել, ես զգացի ինչ-որ լարվածություն իրանց մոտ, իրար նայեցի լարված հայացքներով եւ ես հարցրեցի, կարող է ինչ-որ մի բան կա, որ ես չգիտեմ, նրանք պատասխանեցին, որ հա, ինքը փոքր ժամանակ ունեցել է երազի մեջ խոսել բան, բայց որ ելնի նստի, աչքերով հետևի կամ քո տված հարցերին պատասխանի, ճիշտն ասած մենք տես բաներից տեղյակ չենք։ Ու որն է հետաքրքիր, այդ ասելուց հետո նրանք միանգամից հարցրեցին, նրան առավոտ պատմել ես ինչ ա տեղի ունեցել, ես էլ ասեցի, որ չէ, ասեցի նրանց սկզբից ձեր հետ խոսան, որովհետև կարող է վախենա կամ իրան լավ զգա, հենց այդ ասեցի, մի տեսակ սենց թեթև այսպես հոգոց անեցին, ոնց որ ուրախանային, որ նրանց հետ չեմ խոսացել, ու դե իմ համար պարզ եղավ, որ իրանք ինչ-որ մի բան ինձանից թաքցնում են, ու ես պետք է դիմեի խորամանկության։ Ասացի, որ ես շատ անհանգստանում եմ իր համար եւ մտածում եմ, որ կարողանա ինձ ինքը գիշեր արթնանա, քայլի եւ ինքը իրան ինչ-որ մի վնաս տա։ Դրա համար պետք է մի հատ իրար հետ գնանք բժիշկի, ուղղակի մի հատ ուզում էի ձեր հետ խոսեի եւ դրանից հետո նոր արդեն հասկանայի, թե ինչ էի անում։ Հենց այդ ասեցի, հայրը նայեց մոր վրա ու ասեց, լավ նստի, հիմա արդեն քեզ ամեն ինչ կպատմենք ոնց կա։ Հայրը սկսեց պատմել, ասեց, որ 10 տարեկանում դպրոցում մի քանի բարձր դասարանցի տղա ահավոր ծեծել են աղջկաս եւ այդ ծեծից հետո բնականաբար նրանց բռնեցին, տարան ոստիկանություն եւ այլն, բայց երբ որ աղջկաս արդեն հիվանդանոցից դուրս գրեցինք, նրա մոտ տարօրինակ վարքագիծ նկատեցինք։ Սկզբից նա ընդամենը ինքն իրեն հետ խոսում էր։ Հետո մի օր, երբ որ ես նստած էի հեռուստացույց էի նայում ուշ գիշերով, հասկացա, որ ինչ-որ մեկի մեջկետերով քայլում է, պտտվեցի տեսնեմ աղջիկս է, իր համար քայլում է եւ ես հասկացա, որ լուսնոտություն է եւ նրա ոտքերի տակ թրջոց տնելով աղջիկս արթնացավ, բայց նրա հայացքի մեջ ինչ-որ դատարկություն կար եւ նա այնպիսի ցայնով ու այնպիսի արտահայտություններով էր խոսում, որ այսքան ժամանակ ես իրանից չէի լսել։ Հաջորդ առավոտ մենք գնացինք մասնագետի մոտ հոգեբուժի եւ հոգեբուժը բազմաթիվ հետազոտություններից հետո արձանագրեց, որ աղջկաս մոտ այդ ստրեսից հետո առաջացել է անձի մասնատում եւ ամիսներ, նույնիսկ միգուցե տարիներ նրա հետ աշխատանքներ են պետք, որպեսզի այդ երկրորդ անձը, որը ագրեսիվ է եւ որը այդ դեպքից հետո փորձում է աղջկաս պաշտպանի, պետք է այդ անձը ճնշել, որպեսզի վերանա եւ աղջիկս բուժվի։ Ամիսներ անց, երբ որ արդեն բուժումը վերջացել էր, բժիշկը մեզ զգուշացրեց, որ հնարավոր է տարիներ անց նույն իրավիճակը հետ գա եւ դրա համար մենք պետք է եւս մի անգամ դիմենք մասնագետի եւ նա ինձ ասաց, որ այդ է ամբողջ իրողությունը։ Դա լսելուց հետո ես գնացի տուն, փաթաթվեցի ընկերուս, պատմեցի ամեն ինչ եւ մենք որոշեցինք, որ հաջորդ օրվանից մենք գնալու ենք բուժման։ Մինչ այսօր այդ զույգը ապրում է Կալիֆոռնիայում եւ ամեն օր պայքարում այդ տվյալ հիվանդության դեմ եւ ինչքան ես եմ տեղյակ վերջի նորություններից բավականին բարեհաջող արդեն քանի տարի է նույնը չի կրկնվել։